Բարիք Իրաքի սիրելիներ, օրհնյալ լինի Տիրոջ սուրբ անունը այս վայրում։ Եկեք մեր սրտերը պատրաստենք մեր Տիրոջը փառաբանելու համար։ Տերը բարի է ողորմած բոլոր իրենց վախեցողների համար։ Եկեք մեր ամբողջ սրտով ու զորությունով ու էությունով Տիրոջը տանք արժանի փառք ու փառաբանություններ։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր Աստված քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր քո բոլոր ողորմությունների համար։ Մենք երկրպագում ենք ու մեծարում ենք քո սուրբ ու բարձրյալ անունը Տեր։ Հավիտյան օրհնյալ լինես դու Տեր, արևելքից մինչև արևմուտք, մինչև երկրի բոլոր ծայրերը, թող այսօր եւ ամեն օր փառավորվի քո միակ ու կատարյալ անունը, ով Աստված փառք քեզ հավիտյան։ Հիսուսի անունով ամեն։ Եկեք փառաբանենք Տիրոջը։ Ամեն օր, զորության ասված մեր բեմներ, մեր ապավ
պահում մեզ ամեն օր վերապավենը զորավոր իր ձեռքն է պահում մեզ ամեն օր Եկեք միասին ասենք պավենը զորավոր շուտով կգա զորության ասած մեր Տերն է մեր ապավենն է զորավոր է նա շուտով կգա Անցան խորում եմ մի պահ ետ նայում Տեսնում է ինչպես էի ես երեսիդ խփում ու սուրբ ձեռքեր տեի ես այն խաչին գամում Խորհում եմ միթե ունեմ ես ներում Այն խորում եմ ես մի պահ ետ նայում Տեսնում է ինչպես էի ես երեսիդ խփում ու սուրբ ձեռքեր տեի ես այն խաչին գամում Խորում եմ միթե ունեմ ես ներում Բայց արյունը քո, այս սուրբ արյունը քո Ունի մեջ մեծ զորություն Բայց արյունը քո, այն սուրբ արյունը քո Ունի մեջ մեծ զորություն Գիք միասի եկենք Շնորհիվ արյան, դու սուրբ արյան, բացում ես մեզ կյանքի ճամփան, մոտեցնում ես մեզ քո լույսին, օրհնյալ Քրիստոս անկին, մաքրում ես մեր մեղքերից, քաշում հանում մահվան ճանճից, և օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Շնորհիվ արյամ, քո սուրբ արյամ, բացում
Այն սուրբ խաչի ներքո Արյուն լցում Խոսված ոտքերից Մաքրում հանում է Սպինեն անգամ մեղքից Մի ցանկապատ է դառնում անխատելի Երբ ես կանգնում եմ այն սուրբ խաչի ներքո Արյուն հոսում խոսված ոտքերից քո Մաքրում հանում է սպինեն անգամ մեղքից Մի ցանկապատ է դառնում անխատելի Կանցի արյունը քո Այն սուրբ արյունը քո Ունի մեջ մեծ զորություն Այն սուրբ արյունը քո Սուրբ արյունը քո Ունի մեջ մեծ զորություն Շնորհիվ արյամ Շնորհիվ արյամ Սուրբ արյամ Բացում ես մեր կյանքի ճամփան Մոտեցնում ես մեզ քո լույսին Ով օրհնյալ Քրիստոս անգին Մաքրում ես մեզ մեր մեղքերից Շում հանում մահվան ճահճից Եվ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Նորից ասենք Շնորհիվ արյամ Քո սուրբ արյամ Բացում ես մեզ կյանքի ճամփան Մոտեցնում ես մեզ քո լույսին Ով օրհնյալ Քրիստոս անգին Մաքրում ես մեզ մեր մեղքերից Քաշում հանում մահվան ճահճից Եվ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Եվ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Եվ օրհնում ես մեզ կրկին Քրիստոս Սիրելի Աստված, մենք շնորհակալ ենք քո սեր էության համար Շնորհակալ ենք Տեր, որ մեզ գտար, երբ մենք մեր մեղքերի մեջ էինք դեռ Շնորհակալ ենք Տեր, երբ մեր մեղքերի մեջ քո սերը հայտնեցիր մեզ Մենք խոնարհվում ենք քո խաչի զոհի առջև Մենք մեծարում ենք քո զոհը Տեր Մենք շնորհակալ ենք քո սիրո դրսևորման համար Շնորհակալ ենք, որ ի շնորհիվ քո զոհի այսօր մենք կյանք ունենք եւ ավելին ունենք Տեր, մենք մեծարում ենք քեզ Մենք երգում ենք քո սիրո մասին, մենք երգում ենք քո սերության մասին Տեր, դու բովանդակ սեր ես Մենք խնդրում ենք քեզ, որ քո սիրով լցնես մեր կյանքը Խնդրում ենք, որ մեր էությունը դարձնես քեզ նման Քո անվան փառքի համար ենք խնդրում Տեր Հալելույա Սերդ մեզ կանչում է Ճշմարտության մեր ճանապարհ դու ճշմարիտ անկյունաքար Սերդ մեզ կանչում է Սերդ մեզ քաշում է Ճշմարտ
քո անունը սեր է քոյությունը Տեր քո անունը սիրով լեցված կենսատու աղբյուրն ես դու սիրո Տեր մենք մեծարում ենք քեզ Տեր մենք մեծարում ենք քեզ սիրով լեցված Փառքես Տեր, մենք գոհանում ենք քո անունից, մենք գոհանում ենք Տեր, շնորհակալ ենք անսահման, որ հայտնել ես քո էությունը մեզ, շնորհակալ ենք Տեր, որ ընտրել ես մեզ, որ փրկել ես մեզ, որ մեզ համարել ես քոնը, շնորհակալ ենք Տեր այն որդեգրության համար, որ մեզ նվիրելու պարգևել ես, մեր Հայր երկնային, մենք մեծարում ենք քո անունը, քո որդու Սուրբ Հիսուս Քրիստոսի սիրո անունով, ամեն Փառք Տիրոջը, ողջույն սիրելի եկեղեցի, փառք Հիսուսին այս հրաշալի օրվա համար, որքան հիանալի է, որ մեկտեղ միաբան հավաքվել ենք պաշտելու Տիրոջ Սուրբ անունը, ամեն։ Աստծո խոսքը ասում է, մեկտեղ հավաքվելը մի թողնեք, ինչպես ոմանց նման սովորություն են դարձրել, այլ միմյանց հորդորենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրերը մոտենում է։ Երբ որ անցա այս խոսքի ծառայության մեջ, ճիշտ ասած խուսափում էի, որ տասանորդի վերաբերյալ խոսայի, ֆինանսի վերաբերյալ, բայց փառք Հիսուսին, որ Տերը հոգևոր շինություն արեց իմ կյանքի մեջ։ Գիտեք, եթե կանգնեմ բեմում եւ իմ եղբայրներից եւ քույրերից քաջալերեմ, որպեսզի հավատարիմ լինեք տասանորդի մեջ, ընծաների մեջ եւ ինքս հավատարիմ չլինեմ, իմ ծառայությունը, իմ քաջալերանքը անպտուղ կլինի։ Հավատացնում եմ, որ կտեսնեք Աստծո հրաշալի օրհնությունները ձեր կյանքում, ոչ թե միայն ֆինանսապես, ամեն ինչ ֆինանսական չնայենք, այլ ամեն բանում Տիրոջ հրաշալի ձեռքը կտեսնեք, զգալիորեն կտեսնեք ձեր ընտանիքներում իր առատ օրհնությունները։ Գիտեք, Տեր Հիսուսն ասեց, եթե մեկն ինձ սիրի, իմ խոսքերը կպահի եւ իմ Հայրը կսիրի նրան։ Ուզում եմ խաղամ Աստծո, ուզում եմ կարդալ Աստծո խոսքը Մաղաքիայի համարի մեջ 3:8 համարը պետք է կարդանք։ Գրված է. «Միթե մարդ Աստված կխաբե, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք, ինչ բանում ենք քեզ խաբում, տասանորդում եւ ընծայում»։ Սիրելիներ, իմ հորդորանքն է, որպեսզի ավելի աչալուրջ լինենք եւ մեր հավատարմությունը Հիսուսի առաջ բերենք, որպեսզի հավատարիմ լինենք Տիրոջը տասանորդի մեջ, նա մանավանդ, այստեղ խոսքը ասում է նաեւ ընծայում, առատաձեռն լինենք ընծաների մեջ։ Այն ինչ որ անում ենք, մեր օգուտի համար ենք անում, ոչ թե մարդուն հաճեցնելու համար է, այլ Աստծուն հաճելի լինելու, որով մեզ համար կարևոր է, թե ինչ Աստված կասի մեր մասին, ոչ թե մարդը։ Գիտեք, Սաղմոս 2-ում գրված է, որ բարիքն ու ողորմությունը ինձ են հետևելու կյանքիս բոլոր օրերի մեջ, ու հավիտյան Տիրոջ տանն եմ բնակվելու։ Իրապես թող բարեգործությունը եւ ողորմությունը մեր կյանքերից անպակաս լինի։ Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ մեր Աստծո համար կարևորը այն է, որպեսզի մենք անարատ եւ մաքուր լինենք եւ որբերին ու որբեհայրերին այցելենք եւ մեր անձը ամբից պահենք այս աշխարհից։ Եկեք սիրով, հոժարությամբ, սրտի ուրախությամբ մեր տասանորդները, մեր ընծաները բերենք Տիրոջ ոտքերի առաջ։
Աստված օրհնի ձեզ, օրհնյալ կիրակի եմ աղթում Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, տարածենք մեր ձեռքերը միասին երկրպագենք նրան ասելով. Կյանքս քեզ եմ տալիս, միասին երկրպագենք, քեզ հանձնվում եւ քեզ համար ապրում։ Եվ ամբողջ իմ կյանքում եւ ամեն մի քայլում միայն քեզ այո Հիսուս, այո իմ Տեր, թող կյանքդ միասին երկրպագենք նրան, բարձրացրու քո ձայնը, կյանքս քեզ եմ տալիս եւ քեզ հանձնվում եւ քեզ համար ապրում եւ ամեն մի քայլում քեզ հետ եմ լինել ուզում, թող լինի քո կամքը միասին, եթե համաձայն ես նորից ասենք, թող կամքդ լինի ամեն բանում, բոլորս միասին կարող ենք ասել, թող կամքդ լինի, եւս մեկ անգամ բոլորս միասին, բարձրացրու քո ձայնը եւ ասա նրան, թող կամքդ լինի ամեն բանում, ամեն եւ ամեն, թող գա նրա թագավորությունը եւ հաստատվի նրա կամքը այստեղ Հիսուսի փառավոր անունով եւ եկեղեցին անխնա ասի Հալելույա, եկեք ծափահարությամբ շնորհակալություն ասենք մեր սիրելներին, որ մեզ ծառայում են սիրելներս, Աստված օրհնի ձեզ։ Մինչև որ կնստեք, հետ դարձեք մի քանիսին նայեք, ողջունեք մեկը մյուսին, քաջալերեք եւ օրհնեք, բարի գալուստ ասեք մեկը մյուսին։ Ձեր ուրախությունը ցույց տվեք, որ դուք ուրախ եք, որ ինքը այստեղ է։ Հալելույա։ Փառք լինի մեր սիրելի Փրկչին, ամեն։ Տեր օրհնի ձեզ սիրելներս։ Վստահ եմ բոլորս սպասումով ենք եկել, որ Տիրոջ ներկայությունը վայելենք այսօր, ամեն։ Եթե դու չես հասցրել աղոթել, որ Աստված խոսի քո հետ, դու ունես մի քանի վայրկյան ժամանակ։ Եվ հիմա կարող ես ասել, Տեր, իմ սիրտը պատրաստել եմ, որ դու խոսես ինձ։ Ամեն։ Շատ լավ։ Այսօր իմ սիրելի ընկերն է այստեղ, մարդ ով տարբեր տեղերում, տարբեր երկրներում Տիրոջ անունը բարձր է պահել եւ ես անձնապես մտերիմ լինելով իրեն կարող եմ ասել, որ իրենք ընտանիքով կնոջ հետ եւ զավակների հետ այնպիսի մի զոհաբերված նվիրական կյանքով են անցել գնչուների մեջ, իսլամական այսպես ծանր մթնոլորտների մեջ, մի խոսքով կոմունիստականը խառը, ամեն ինչը եւ մարդիկ ովքեր որ իսկապես անցել են այնպիսի բարդ ու դժվար ճանապարհ ցրտահարություններով, բայց սրտների մեջ միշտ եղել է Տիրոջը պատվել եւ մեծարել։ Եվ գիտեք, հրաշալի է ունենալ այնպիսի ընկեր, ովքեր Հիսուսի համար կյանք դնել գիտեն։ Եթե մեկը Հիսուսի համար կյանքը դրեց, քո համար կդնի, ինձ որ արխային եղի։ Ուզում ներկայացնեմ կյանք եւ լույս եկեղեցու հովին Արսեն Մեսրոպյան եղբորս, ձեր ջերմ ծափահարությամբ Արսեն եղբայր ջան, խնդրեմ համեցիր, Աստված թող օրհնի քեզ եղբայրս։ Բարև ձեզ, սիրելիներ, ուրախ եմ ձեր մեջ լինեմ, ուրախ եմ ձեզ հետ միասին պաշտեմ Տիրոջը, վայելեմ իր քաղցր ներկայությունը, շնորհակալ եմ Փառաբանության խմբի համար, իրանց անձնազոհ ծառայության համար, մեզ երկինքը յուրովի ապրելու, վերապրելու, վայելելու համար Տերը օրհնի ձեզ շատ, մեծ պատիվ է եւ ուրախություն։ Արտակ եղբայրս ասած կիսվես խոսքով, ասի սրտիս խոսքը, որ ուզում եմ կիսվեմ, եթե զգում ես համահունջա, կոգնի ավելի կառուցողական զոհի կարևորությունը կամ վերականգնի քո զոհաբերության սեղանը։ Քո սեղանը, որը որ պատկանում Աստծուն, դա քո փոխհարաբերությունը, քո նվիրվածությունը։ Եվ ուզում եմ այսօրվա պատգամի մեջ ինչքան հնարավոր է տարբեր անկյուններից մոտենամ այս կարևոր ու պատասխանատու քայլին, զոհաբերող սիրտ ունենալու, զոհաբերության պատրաստ եղնելու։ Չգիտես ինչի, երբ որ մեր օրերի մեջ խոսում ենք զոհաբերության մասին, մարդիկ միանգամից իրանց ուշքը տանում են փողի վրա։ Փողը ամենավերջում է։ Մինչև փողին կհասնես, բավականին ճանապարհ կա, որ պետք է անցնես։ Ուզում եմ օգտվեմ Աստծո խոսքից եւ հատկապես շատ ազդեցիկ է 3-րդ Թագավորաց 18-րդ գլուխը, երբ որ Եղիան կանգնած էր մեծ մարտահրավերի առաջ, մի կողմից Բահաղն էր իր սուտ մարգարեներով եւ մի կողմից էլ ինքն էր մենակ մնացել, իրան տենց թվում էր թեպետ 7000 հոգի էլ կային, որ լադերցում չէին ծռել, բայց մենակ կարողացավ գտնի այդ համարձակությունը եւ մարտահրավեր նետի 450 Բաղի մարգարեներին, որ արեք աղոտ կանենք,
Դուք եք զոհասեղան սարքեք, ես եք սարքեմ, որից Աստվածը կրակով պատասխանեց, նա էլ ճշմարիտ է։ Շատ կարելի ասել արմատական տրամադրվածություն ու ամենակարևորը ճեղքում բերելու փոփոխություն։ Անկեղծ բերեք խոստովանենք, որ մենք էլ տենց հանգիստ ժամանակների մեջ չենք ապրում։ Ապրում ենք մի քաղաքի մեջ մեծ, որ մանավանդ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը ոնց որ մխրճվի խորը, անդունդի, խորը խավարի մեջ, Հոլիվուդ ընդհանրապես չես ուզում մտնես, տարբեր դանթաունի մեջ տեղերն էլ ասում ես, սա միթե նման է այն քաղաքին, որ մենք ապրում ենք երկուշաբթի, երեքշաբթի օրերի մեջ։ Ու շատերը սպասում են, դե որտեղից է գալու, բայց ես ուզում եմ այսօր մխիթարության խոսք ասեմ։ Մխիթարությունը գալու է իմ եւ քո միջոցով։ Փոփոխությունը գալու է իմ եւ քո միջոցով։ Էրլոշտեգեն ասում էր, ուզում ես արտնություն, գնա քո սենյակ, մի հատ շրջան գծի, մտի այդ շրջանի մեջ ու ասա արտնությունը սկսում է ստեղից։ Ու թող ամեն մարդ ասի արտնությունը սկսում է ինձանից։ Երբ որ ես արտնացա, երբ որ ես ճաշակեցի, երբ որ ես վերապրեցի Աստծո անուշ ներկայություն ու կարողացա փոխվեմ, հավատացեք, իմ հետ կտանեմ այդ փոփոխության ազդեցությունը։ Հավատում եմ զոհաբերող սիրտը շատ կարևոր է։ Դրա համար Եղիան առաջի բանը, որ շատ վրեսազդում է իր ծառայությունից, սա է գրված է Եղիան վերականգնեց Տիրոջ զոհասեղանը Իսրայելի 12 որդկանց թվերի քանակով։ 12 քարերից, ճիշտ կարծես մի անձնյա հիմա զոհ անում, բայց այդ զոհի մեջ ընդգրկում է անձնազոհ վիճակը, ազգի, գիտես ինչ, ճեղքումն ու փոփոխությունը ուզող։ Ի տարբերություն մեզ, մենք կներեք, ասում եմ մեզ, որովհետև ես էլ եմ այդ թվում, մենք շատ հաճախ ճեղքում փոփոխություն ուզում ենք, բայց այնքան ուրիշների սխալների վրա կանգնած ենք, կենտրոնացած ենք, որ ձեռից տվել ենք, որ Աստված կարա մեր միջոցով բերի փոփոխություն։ Կամ գամ ավելի մի քիչ ուրիշ կողմից, մենք շատ քաջալերված ենք պատմական Աստծո փաստերով, Աստծո կատարածով երեք, բայց կարողանում ենք այսօր մեջբերում անել, կարողանում ենք այսօր վկայություն անել, չգիտես ինչի, երբ որ ուզում ենք խոսանք հրաշքների, նշանների, Աստծո ազդեցիկ ծառայությունների մասին, ես ասում եմ, ես էլ ձեզ հետ, մենք գնում ենք պարտադիր անցյալ, մենք ուզում ենք հիշենք 100 տարի առաջ, մենք ուզում ենք հիշենք, որ մի կին կար, Էմիլի Սիմֆել Մակֆերսոն, որը որ այն ժամանակ Կալիֆոռնիայի մեջ կինը տղամարդուն կարողանար գրավել իր քարոզչությամբ, դա անհնար մի բան էր, բայց այդ կինը կարողացավ, որովհետև կոտրած սիրտ ուներ, որովհետև ծարավ ուներ, որովհետև ուզում էր, որ Աստված բերի փոփոխություն, հոգնել էր, Տեր Աստված ինչքան պետք է սրանք խմեն, վայրենի ապրեն, մեծանան ու դադարեց իրանց վրա շեշտ դնելուց ինքը իր վրա դրեց շեշտը։ Շատ ազդեցիկ է, երբ որ լսում ես եղել են Աստծո մարդիկ, որոնք շարժվել են Աստծո զորության մեջ, Աստծո հրաշագործության մեջ, ազդեցիկ է, այո, բայց ասում եմ Տեր Աստված, դա եղել է անցյալում։ Ես այսօր եմ ուզում, ես այսօր եմ ծարավ։ Ես ուզում եմ, որ քո հոգին այսօր շարժվի։ Ինձ շատ սիրված Աստծո մարդկանցից, որ իր կենսագրականը կարդում ես, չես կարա չհուզվես, Ջան Ջիլեյք, որը որ մեծ ասոցիալ մեկն է եղել, մեծ բժշկության, հրաշագործության, ծառայության մեջ եղնող, որը որ կարակ պատկերացնեք բազմազավակ ընտանիքի տղա, մեկը մեկի հետևից սկսում են եղբայրները մահանալ, մեկը մեկի հետևից, 6-րդ երեխուն թաղելու ժամանակ ասում է Տեր Աստված, ես միթե սաղ կյանքս պետք է մենակ մարդ թաղեմ, բայց ես չպետք է վերապրեմ Տեր այդ արթնությունը, այդ փոփոխությունը։ Եվ օրերից մի օր Տերը այցելում ասում է Ջոն, ես քո աջ ձեռդ օծում եմ։ Ում վրա որ կդնես, նա կբժշկվի։ Աֆրիկայի մեջ մի քանի տարիների ընթացքում 110,000 ֆիզիկական վկայություն թե այդ մարդը ինչ արել։ Թե մարդիկ ինչ վիճակի մեջ են եղել, ոնց են փոխվել։ Ես ուզում եմ քաջալերեմ քուրս ու եղբայրս, կարող է Ջոները իրանց ընթացքը կատարել են ու գնացել են, ու դուք ասես դա երևի Ջոնի ժամանակն էր, բայց ես ուզում եմ ասեմ, մենք հավատում ենք մի Աստծու, որը չի փոխվել, որի մեջ չկա շուքի փոփոխություն, նա նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Նրան պետք են սրտեր, նրան պետք են զոհաբերող մարդիկ, ովքեր գիտեն զոհի արժեքը, ովքեր գիտեն զոհի կարևորությունը։ Խոսքի օրինակ թույլ տվեք ես առաջի մասի մեջ ասեմ որպես զոհաբերությունը, որպես կարևորություն, առաջի մարդը, որ հիշատակվում է Սուրբ գրքի մեջ եւ ասում է հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ բերեց։ Ուրիշ բան չի հիշատակում, զոհաբերություն։
Հավատքով ավելի լավ զոհ բերեց, որով վկայվեցավ իր զոհերի մասին։ Գիտեք, մենք զոհի մասին երբ որ խոսում ենք, մեր մշակույթից մեզ հասածա մի քիչ աղավաղված, մենք կարծում ենք զոհարել նշանակում է տանել եկեղեցու շուրջ բոլորը պտտել, ականջը կտրել, հետո բերել տունը էփել, հարևաններին բաժանել ու անունը դնել ես դա կոչեցի զոհ։ Այդ ձև չի։ Զոհ անել նշանակում է դնել զոհասեղանի վրա ու այրել մինչև ոչնչացումը։ Աբելը կարողանում էր, քանի որ գառների հովիվ էր, կարողանում էր իր ամենալավ, ամենաանտիր գառը բերել։ Կասես որտեղից էր վերցրել այդ օրինակը, կասեմ, որովհետև իր ժամանակների մեջ չկար գրավորը, կար բանավորը։ Օրերից մի օր երևի Ադամը ոգևորված հիշելով իր դրախտի մեջի կյանքը պատմում էր, թե ինչ լավ էր Աստված, ոնց էր այցելում, Աստված կա։ Բա ինչի դուրս եղավ, դե մաման չլսեց, գնաց արգելված պտուղից կերավ, հետո էլ ինձ ուտացրեց, հետո դա պատճառ եղավ, որ մենք վտարվեցինք։ Բայց որpիսի մեր մերկությունը ծածկի, Աստված ինքը զոհ արավ եւ մեզ տվեց հագուստներ ու մտահղացում երեխու սրտի մեջ։ Եթե Աստված ինքը զոհ արել, ուրեմն Աստված զոհ ընդունում։ Խնդրեմ իր ամենալավ զոհը, իր ամենանտիր գառը պատրաստ էր զոհաբերել Աստծո համար։ Կայենն էլ կարար աներ, Կայենը կարար, բայց Կայենի մեջ ես համառ պերված այդ ադամական էությունն եմ տենում, որը ամեն մեկից ներսը կա։ Մեր հին մարդը նույնն է, ինչ որ նա է, համառ, կոշտ, կոպիտ, ուշ կոտրվող, հակառակվող, չընդունող իր սխալը։ Կարար ասեր, Աբել, արի ապրանքափոխանակություն անի։ Ես հողագործ եմ, երկրի պտուղից տամ, դու ինձ մի հատ գառ տուր, ես էլ բեր Աստծուն, չէ, նա համառ բայց Ադամը ասել էր, գիտես, մեր մեղքի պատճառով Աստված ասավ, երկիրը ձեր պատճառով անիծվեց։ Ուրեմն Կայան դու որտեղից ես բերեմ անիծվածից։ Ինչի չի ընդունում Աստված, որովհետև Աստված կյանքը անիծվածը չի ընդունի։ Դա ընդունելի չի երբեք։ Ոստեղից կարողացավ վկայություն առնել իր զոհերի համար։ Այնքան ատեց իր աղբորը զոհի պատճառով, Աստված իր զոհը ընդունում է, Իրանը չի ընդունում։ Աբելին նայում է, Իրանին չի նայում։ Ինչքան հաճախ չէ մենք գալիս ենք եկեղեցի մեր կողի այն անձնազոհ զոհաբերող մարդուն, որ հաջողակ է, պտղատու է, կյանքի մեջ փոփոխություն կա, ազդեցություն, միջամտություն, օգնություն, չգիտես ինչի մեկ էլ հին մարդու նախանձը սկսում է խոսալ սրան նայ։ Խես զարմանում Աստված զոհին նայող Աստված, զոհ ընդունող Աստված է։ Հաջորդ մարդը, որ իր զոհաբերությամբ ինձ չի դադարում զարմացնել, անկեղծ ինչքան կարդում եմ, այնքան նոր բաներ եմ տեսնում, ես արդեն 32 տարվա մեջ հիացած եմ իր կյանքով։ Հոբը ինձ համար ամենա հոգով ուժեղ մարդկանցից մեկը։ 10 հատ երեխա ունի, ասենց ասեմ, բազմամիլիոնանոց կարողություն ունի։ Եթե իր ամբողջ ունեցվածքը փողի վերածես, բազմամիլիոնանոց, բայց իր ունեցվածքը ծածկոցի տակ է։ Եվ երբ որ հերթական անգամ ասո որդիները մեկ էլ սատանան էլ այդ ուղությամբ գալիս է ու Աստված ասում է տեսար իմ Հոբ ծառային, նա կարող է իզուր տեղն այնց գիտես Հոբը քեզ ծառան, ունենց է շրջապատել իրան, ուշադիր եղեք, շրջապատել ինչպես։ Սուրբ Գիրքը ասում է ամեն անգամ երբ որ իր երեխեքը հավաքվում էին խնջույքի, քեֆի, Հոբը ամեն երեխու անունով, այսինքն 10 հատ զոհ էր անում Աստծո համար, զոհավորներ դնում էր զոհասեղանին ու այրում էր, սպառվում էր, չէր տանում պտտում, ականջը կտրում, բերեմ տունը էփեմ, բաժանում բարեկամների մեջ, անունը դնում զոհ, դա այդ ձև չէր։ Եվ տեսեք ինչ է ասում։ Դու նրան իզուր տեղը չես, նա իզուր տեղը չի քեզ պաշտում, որովհետև դու նրան պահել ես։ Եվ Աստված ասում է, լսի, թույլ եմ տալի կպնես իր ունեցվածքին, բայց Հոբին թույլ չեմ տալի, որ կպնես։ Եվ ուշադիր եղեք, առաջինը, որ սատանան խփեց Հոբի ոչխարներին, տնտեսությանը, ունեցվածքին։ Հարց առաջանում, ինչի, որպեսզի Հոբը չկարողանա զոհ անի, երբ որ զոհ չանի, պաշտպանություն չունի։ Ու մեկը մեկի հետևից սկսին խփվել։ Ելի ծնող, ուզում եմ քեզ ասեմ, իմ ու քո աղոթքը մեր երեխեքի համար, մեր թոռների համար շատ կարևոր է։ Դու կարող ես նույն պահին չես տեսնում, բայց հոգևոր աշխարհի մեջ դա ազդեցություն ունի։ Դա Տիրոջը փառք եմ տալի, որ իմ կարմրամազիկիս հետ ամեն օր մենք աղոթք ենք անում մեր երեխեքի համար ու խնդրեմ Տիրոջ արյան ծածկոցը մեր վրա, մեր երեխեքի, թոռներիս վրա, մեր ծնողների, քուրեր աղբերների վրա։ Ես հավատում եմ դա աշխատում է։ Քանի իմ շուրթերը աշխատում են, քանի ես այդ զոհը կարևորում եմ, քանի հասկանում եմ արյան ծածկոցը մեր վրա դա աշխատում է։
Ու երեխեքը մեկը մեկի հետևից վկայում են, ես անկեղծ չեմ զարմանում, որովհետև վստահում եմ ու գիտեմ ու հավատում եմ նա կենթանի է, գահին նստած, որ պաշտպանելու։ Դրա համար չթույլ տաս, որ սատանան գողանա քեզանից քո աղոթելու, քո կանգնելու, քո բարեխոսելու կարևորությունը, որպեսզի որևէ բան քեզ չկանգնացնի։ Ուրիշ մեկը, որ նորից էս նյութի առաջի մասում գրավիչ է, իր արածը, իր հետքը շատ ազդեցիկ է, Սողոմոնը թագավոր է եւ երրորդ թագավորած երրորդ գլխի մեջ ասում են, որ նա եկավ Գաբավոնի զոհասեղանի մոտ հազարավոր զոհ բերեց։ Լսում ես թե չէ։ Երկրորդ անգամ զոհ արավ տաճարի համար։ Տեր Աստված 1000 զոհը քուրեր եղբայրներ, դա տնտեսական լուրջ կորուստ է։ Եթե ասես, եթե մի բան պետքա դնես ու վառվի, սպառվի, դա լուրջ զոհ է։ Այս մարդը 1000 զոհ բերեց ու տեսեք վկայություն ասում է, գիշերը Տերը այցելեց Սողոմոնին։ Հետևությունը որն է։ Աստված զոհը տեսնող, Աստված զոհը ընդունող, Աստված զոհին պատասխան տվող Աստված է։ Երկրորդ անգամ տաճարի համար գնաց ավելի խոր ու ավելի մեծ, հազարավոր բացի երինջներից գրած է 120,000 ոչխար զոհաբեր է։ Թեր Աստված, բերանով ենք ասում 120,000, հասկանում եք դա ինչ թիվ է։ Մենք հասկանում եք տնտեսական ինչ հարված է, էլի, իրոք ենք հասկանում սա։ Բայց նորից Տերը երևաց ու ասավ Սողոմոն, տեսա քո սիրտը, տեսա քո զոհը, եւ եկել եմ քեզ ասեմ, որ խնդրանքդ կանեմ։ Իմ անունս ու ներկայությունս կպահեմ այդ տան վրա։ Սելիքուրս երեխվայրս ուզում եմ ասեմ, որտեղ կտեսնես արթուն, որտեղ կտեսնես նվիրված Աստծո համար նախանձավոր ժողովուրդ, իմացեք հիմքում կա զոհաբերություն։ Հիմքում ունեն զոհաբերող սիրտ, հիմքում ունեն այդ Աստծուն զոհելու կարևորությունը, որտեղ կտեսնես ընտանիք, որտեղ ամուսինները սիրով են իրար նկատմամբ, գնահատում են, մի հայացքից իրար հասկանում են, իմացեք հիմքում կա զոհաբերություն, որտեղ տեսնում եք փոխհարաբերություն, գնահատող, իրար բռնող, իրար համար կանգնած, իրար թիկունքից չխփող, իրար պաշտպանող, հասկանում իմացեք հիմքում կա զոհաբերություն, որտեղ տեսնես կայացած անձնավորություն, որ խոսքի մեջ, ծառայության մեջ, Աստծո հանդեպ նախանձավոր, զգայուն Սուրբ Հոգուն իմացի հիմքում ունի զոհաբերություն, առանց զոհաբերության չկա։ Երկու անգամն էլ Տերը արձագանք տվեց ու այս բարի հետքը թողեց մեր ամեն մեկի համար։ Հիմա գալիս եմ ինչ տարբեր զոհերի մասին կամ իլյուստրատիվ ինչ ուրիշ զոհեր կան, որ մեզ օգտակար է։ Հիմա կարաս ասես, լավ, այդ ամենը ասեցիր, գեղեցիկ է, ինձ ինչ, ես ինչ պետք է անեմ։ Թույլ տուր ասեմ, որ Հռոմեացիս 12:1 ասում է, որ ձեր անձերը ընծայեք Աստծուն որպես անուշահոտ պատարագ։ Ամեն օր ես եւ դու, եթե չունենք այս նվիրվածությունը Աստծո համար, կներեք, մենք բերեք անկեղծանանք ու խոստովանենք, մենք սпасելիք չունենք։ Կներեք իմ անկեղծության համար, բայց ես պետքա պարզ եղնեմ։ Ես չեմ ուզում կներես կեղծ խոստումներ ու հուսադրումներ անեմ, որովհետև ես ինքս տենց բաների չեմ հավատում։ Ես հավատում եմ գործնական քրիստոնեության։ Ես հավատում եմ ազդեցիկ քրիստոնեության։ Ես հավատում եմ անկոտրում քրիստոնեության, որովհետև այդ պատմությունը մեզ փոխանցել է։ Մեր նախորդ սերունդը ձև ա եղել։ Նրանք թե մորթվել են, թե սղոցվել են, թե իրանց կյանքը տվել են։ Երբ որ հիշում եմ 90-ականներին առաջի անգամ Դիբաջուն սպանեցին, Հայկին սպանեցին եւ մի քանի եղբայրների էլ բանտը դրեցին, մի հատ պարսիկ եղբոր մասին մի բան ասին։ Այնքան ծեծին ասին, հրաժարվի Հիսուսից ասա ոչ։ Լավ ասին, եթե դու չէ, ուրեմն սպասի։ Մորը բռնեցին, մորը մի լավ ծեծեցին, այլանդակեցին եւ բերեցին կապտած, կարմրած, արին լվիկ եղած, բերեցին մտցրին կամերի մեջ։ Մորդ կսպանենք։ Հրաժարվի Հիսուսից։ Ասավ ինձ ժամ տվեք, խնդրում եմ։ Բանտի մեջ, ասում անկյունի մեջ մի հատ կյանքի ամենաաննորմալ աղոթք արավ, ասավ Տեր մորս վիճակը ծանր է, չեմ կարող նայեմ։ Կլի մենակ բարերով ասեմ, թող սրանք վազ գան, էլի թողնեն, բայց սիրտս չի թողում, սիրտս չի ուրանում քեզ։ Ու ասում երբ որ ես հլա դեռ մտածում եմ խոսքերս էլ չէի վերջացրել, բանտի մեջ առաջս կանգնայեց մինչ խաչյալ Քրիստոս, ծեծված տեսք չուներ, որ նրա դեմքին նայես։ Կանգնես դեմս ասավ, իմ վիճակն է ծանր, թե մորդ։ Ասի վերջ, ես պատրաստ եմ պատասխանին, եկան ասավ, ուզում եք ինձ սպանեք, ուզում եք մորս սպանեք, ուզում եք սպանեք, Հիսուսի չեմ հրաժարվելու։ Ամբողջ համաշխարհային հանրությունը այդ ժամանակ ելավ եւ ճնշում արեցին, որ բաց թող այդ հավատացյալներին։
դահճորեն մի վարվի եւ փառ Տիրոջ ազատ ազատեցին։ Ինչ եմ ուզում ասեմ, որտեղ կա զոհաբերող սիրտ, որտեղ կա նվիրված կյանք, Հիսուսը ընդեղ է։ Հիսուսը նրանց գիտի պահել իր ձեռքերի մեջ։ Եվ առաջինը, որ մեզ վերաբերվում է, գործնական զոհ, դա մեր անձնազոհությունն է, դա մեր նվիրվածությունն է։ Չկա նվիրվածություն, չկա կայունություն։ Չկա նվիրվածություն, չկա հաղթություն։ Չկա նվիրվածություն, կներեք, ոչ մեկը, այ մեզնից էստեղ նստած, մեզնից ոչ մեկը չի ուզենա իր կողքը կիսանվիրված ընկեր ունենա, կիսանվիրված ամուսին ունենա, ոչ մեկը չի ուզենա։ Ոչ մեկը անկեղծ բերեք խոստովանենք, ով կուզենա, որ իր ամուսինը կամ կինը ասի 364 օր ես քոնն եմ։ Բայց այն մի օր պիտի անեմ ինչ որ ուզում եմ։ Լուրջ ես ասում։ Ով կհամաձայնվի։ Ոչ մեկը։ 364 օր քոնն է, բայց այն մի օրը պետք է անեն ինչ որ խելքը բրդեց։ Լավ, ընկեր ունենա, որ ասի, ապեր քո հետ եմ։ Բայց ինչ բայց։ Քանի դեռ քո համար հասկանալի եմ, թե քանի դեռ օգուտ կա, քանի դեռ շահ կա, մենք մարդ եղնելով մեզնից ոչ մեկը չի ուզենա, որքան առավել փառքերի Տերը։ Որ իր կյանքը զոհել է մեզ համար 100% խաչի վրա առնակամ եղնելով։ Նա մի բան իրան չի պահել, մի բան չի պահել։ Իրա ծաղրում են իր վրա աննորմալ գայթակղիչ խոսքեր, որ խաչի վրայից եթե իր փառքի մեծության մի հատ փչեր է ուղակի ծաղրողների վրա կան հայտանային կոչնչանային։ Հասկանում եք, բայց նա կարողացավ մնա խաչի վրա մինչև վերջ։ Եվ պատվով ասի հայր ամեն բան կատարվեց եւ վերջացնի հայր քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին։ Վերջ։ Ինձ ու քեզ օրինակ 100% նվիրում, 100%։ Դրա համար այսօր ինքը չի փոխվել, նույնն է, իր պահանջը, իր սրտի ուզած զոհը այ 100% նվիրումն է։ 90-ականներին, եթե կհիշեք, աշխարհը հայտնի դարավ 1.5 մի կնոջ պատճառով։ Մի հատ 1.5 բոյ հասակով կին կարողացավ ամբողջ աշխարհին ցույց տալ գթության, մարդասիրության, Աստծո ողորմության ազդեցությունը, Մայր Թերեզան։ Մի կին, որ ոչ գրավիչ տեսք ուներ, ոչ ինչ-որ մի գրավիչ բան էր, բայց սիրտ ուներ։ Երբ որ հերթական անգամ Հնդկաստանում փողոցի մեջ, ասում հնդիկներին ասավ, սիրելի հնդիկներ, երբ որ երեխա եք ծննդաբերում, խնդրում եմ ձեզ, աղբը մեկ գցի, գետի լճերի մեջ մեկ խեղդի, տվեք ինձ, ես կպահեմ։ Եվ իր միսիայով, երբ որ փողոցի մեջ հիվանդ վերքոտած անձնավորության հոմլեսի ոտեր էր լվանում, որից հետո պետք է յուղովոցեն նկարահանող նկարիչ ասում, Թեր Աստված, ես $1,000,000 էսի չէի անի։ Ասում Մայր Թերեզան նայեց ժպտալով ասավ, տղա ջան, ես չէի անի։ Ես այս ամեն ինչ անում եմ Հիսուսի սիրով, որովհետև նրա սերը ինձ ստիպում է։ Աշխարհին Հավատացեք, աշխարհին ժամն է ցույց տանք այդ սերը։ Անձնազոհ սերը։ Ասավ սրանով աշխարհը կճանաչի, որ դուք իմն եք, երբ որ իրար մեջ սեր ունենաք։ Երբ որ չթույլ տաք, որ որևէ մեկը հանգիստ մտնի ձեր մեջ, հանգիստ իրա կներեք նենք նպատակներին հասնի, արատավորի, խփի, վնասի ու կներես իրան պահի անմեղի պես։ Դա է պատճառը, որ 17 տարի այստեղ եմ, 17 տարի ուզում եմ բարձանա այդ դրոշակ ասեմ, Տիրոջ անվան փառք ասեմ, որ հերիք է, որ ծառայողներին կարան հանգիստ ինչ բերանները գասեն, վերջացավ։ Եթե մեկը մի բան ասեմ, թող հիմքում ունենա պատճառ, հիմք, 2-3 վկա, ոնց որ սովորեցնում Աստծո խոսքը, չկա, չեմ ուզում լսեմ, վերջ։ Ուզում եմ ամեն ինչ եղնի գրվածքի համաձայն։ Եվ իմ ընկերներին, ես Սուրբ Գիրքը ասում, ով ուզում է ընկեր ունենա, ինքը պետք է ընկերասեր եղնի։ Չես կարող առանց զոհաբերության ընկերություն ունենաս։ Հիմքում պետք է զոհ ունենաս։ Պետք է զոհաբերող սիրտ ունենաս։ Դրա համար հավատում եմ Տիրոջ ուշադրությունը գրավում է այդ անձնազոհությունը, որը շատ կարևոր է։ Երկրորդ կարևորագույն խորհուրդ զոհի Սաղմոս 141-ի մեջ ասում է, թող իմ ձեռքերից վեր բարձրացնելը երեկոյան զոհի պես սեպի քո առաջ։ Տեր Աստված օգնի, որ մենք հասկանանք, վեհափառ, ինքնաբավ, ամենակալ, ամենազոր Աստված շարժվում է երկրի վրա իր սուրբերի աղոթքի համաձայն։ Նորից եմ ուզում կրկնեմ, ինքնաբավ, ոչ մի բանի կարիք չունի, նա ամեն ինչով բավարարված է։
ամենակալ, ամենազոր, ամեն բան իր իշխանության մեջ է, բայց շարժվում է իր սուրբերի աղոթքի համաձայն։ Անգլիայի թագուհուն ասեցին, կա մի բան, որից դու վախում ես, ասա ոչ մի բանից, մենակ ես դիմացի եկեղեցու հովիվի աղոթքից։ Ասավ ինչի։ Ասավ ինչ խնդրեմ Աստված իրան տալիս է։ Ինչ ուզում Աստված իրան տալիս է, ոնց չվախենաս։ Սիրելի քուրս, սիրելի եղբայրս, ուզում եմ անկեղծ եղնես այսօր ինքդ քեզ հետ։ Դու ունես աղոթքի կյանք, դու բավարար ես այդ աղոթքի կյանքից, դու կարաս դա կոչես աղոթքի կյանք, թե հիշում ես Աստծուն, երբ որ տեղդ նեղա, հիշում ես Աստծուն, երբ որ խնդիրներդ ծանրանում են, հիշում ես Աստծուն, երբ որ պետքա ուզես։ Առակած գիրքը ասում է տզրուկը 3 հատ ձագ ունի, 3-ն էլ ասում են դուր, դուր, դուր։ Ես հավատում եմ, որ ժամնա եկեղեցու մեջ բարձրանան սրտեր, որ ասեն Տեր, ես գալիս եմ աղոթքով քո ներկայություն, ոչ թե բան խնդրելու։ Ես գալիս եմ քեզ փափագով սրտից ծարավը արտահայտելու։ Ինձ դու ես պետք։ Ինձ քո ձեռի տվածը չի պետք։ Ինձ դու ես պետք։ Երբ որ տարիներ առաջ Աստծո մարդ Ջոյները ասավ, որ այնտեղը, որ զբաղեցրել էր Հովանեսը խնջույքի մեջ, հասանելի է ձեզ համար, իմ սիրտը կոտրվեց անկեղծ։ Վաու, ես է կարամ փաստորեն Հովանեսի պես գնամ գլուխս դնեմ։ Հալելույա։ Դա հասանելի է։ Դու կարաս։ Մենակ ծարավ է պետք։ Կարդում ես Հակոբի նամակը, Հակոբ ասում է, մոտեցի Աստծուն, Աստված կմոտենա քեզ։ Հարց եմ տալ ինչքան։ Շատ մարդ հարցը ինչքան քո հավատքը քեզ ներում է։ Դու կարող ես ունենալ Աստծո հետ այնպիսի մտերիմ փոխհարաբերություն, որքան որ դու ինքդ ուզում ես։ Լսում ես, որքան որ ուզում ես։ Թույլ տուր հավատքդ մեծանա։ Գնա ավելի խորը ճանաչողության, մտերիմ փոխհարաբերության, հասկացի, որ դա հասանելի է։ Էրլոշտեգեն, Դավիթ Վիլքերսոն, Սմիթ Վիգելսվորդ, Ջան Ջի Լեյք, A.A. Allen, Լեսթեր Սամրետ, սրանք մենակ հատուկներ չէին, որ բնորոշ իրանց հատուկ եղնելուն վերապրեցին, սրանք մարդ էին, ովքեր ծարավ ունեն։ Վերջ, ծարավ, ու այդ ծարավը չեն կարում հագեցնեն ոչ մի բանով, Հիսուս սիրտս ծարավ է քեզ։ Հավատացեք, մենք կարիք ունենք աղոթելու Տեր տուր շնորհք մեր եկեղեցին ծարավող եկեղեցի եղնի, որովհետև ծարավի վրա դու խոստացել ես կթափես քո հոգին։ Տուր մեզ կարողանանք ծարավով գանք դեպի քեզ, ունենանք մտերիմ կապ փոխհարաբերություն քեզ հետ։ Ամեն։ Մոտեցեք Աստծուն, վերականգնի քո զոհասեղանը, թող քո աղոթքդ միշտ իր տեղն ունենա։ Աղոթքը կարևորագույն ֆակտոր է։ Առաջի բանը, որ Տերը ինձ ասավ, երբ որ Տիրոջ հետ հանդիպեցի ու արդեն տան մեջ մանկական Աստվածաշունչից սկսած անցում կատարեցի մեր ձեռքերի Աստվածաշունչը, որդիս հարատևի աղոթելու ու կարդալու մեջ։ Եվ այն գործը, որ ուզում եմ անեմ քո օրերի մեջ կանեմ, ով որ տեսնի կզարմանա։ Հարատևի։ Բերեք բարձր ասենք հարատևի։ Հարատևել նշանակում է ոչ թե էմոցիայից էմոցիա, այլ կարողանամ պահեմ բալանս, կարողանամ պահեմ հարատևություն։ Առավոտվա ժամ կեղնի, իրիկվա կեղնի, ինքներդ որոշեք, որ ժամն է ձեզ համար լավ, բայց ունեցեք հարատև։ Այսօր կներես այնքան փոքր ստամոքս ունեն շատ հաճախ հավատացյալները, որ կիրակի օրը, երբ որ մի հատ կուշտ ձայնով բացականչում են ալելույա, մի ամբողջ շաբաթ կարան հանգիստ ապրեն ուրեմն, վերջ։ Հասկանում ես, բայց ամեն օրվա Իսրայելը ամեն օր պետքա դուրս գար իր վրանից գնար անապատ, որպեսզի հավաքեր իր բաժին մանանան ամեն օր։ Հայր մեր աղոթքի մեջ ասում ենք, մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Չունեք, որովհետև չեք խնդրում, խնդրում եք, որովհետև չարաչար եք խնդրում, դա պատճառը, որ չեք ստանում, վերանայի քո աղոթքի կյանքը։ Չես գտնի մի հատ աղոթքի հերոս, մի հատ աղոթող մարդու, որ իր ծնկների վրա երկինքը վերապրած, չվարակեր, չտարածեր այդ ազդեցությունը իր շրջապատի մեջ։ Սմիթ Վիգելսվորդ ասում են, մտավ հույրանոց մի սենյակում ինքն է քնում, կողի սենյակում բժշկություն է տեղի ունենում, ինչի, որովհետև Աստծով լցված մեկն է։ Գիտեք, ես մեղավոր կյանքի մեջ ամեն ինչ տեսել եմ։ Ինձ չկա մի բան, որ կարենան զարմացնեն։ Բայց հավատքի կյանքի մեջ ուզում եմ դրա կրկնակին վայելեմ Աստծուն։ Այն ինչ որ տեսնում եմ, կարդում եմ, կարողանամ վերապրեմ։ Փառք եմ տալի Տիրոջը իմ հավատքի չափով,
բաներ ունեմ, ապրած, վերապրած, շնորհակալ եմ, բայց դա նա չի, որ ուզում եմ, որի կարիքը կա այսօր, ավելին, քան ես պատկերացնում եմ։ Համար երկու բան եկեղեցու մեջ միշտ գրավիչ է ու փառք եմ տալի, որ եղբայրս ունի այդ սիրտը։ Տիրոջ ներկայությունը եւ Տիրոջ գահից եկող խոսքը, որը փոխում է մարդու կյանք։ Փոխում է։ Հասկանում եք, մեղավոր մարդուն, որ կարիք ունի նրա հոգին դատարկա, նրան Աստծուն պատմելով չես կշտացնի։ Դու պետք է նրան օգնես մտնի Աստծո ներկայություն։ Պետք է ճաշակել տաս շնորհի Աստծուն, որ Աստված մեղքերի ու հանցանքների մեջ մեռած եղողին կարող է ձրի շնորհ տա, պարգև փրկելու եւ իր ներկայությունը բերելու։ Դու պիտի օգնես։ Եվ սրա համար հավատում եմ աղոթքը կարևորագույն ֆակտոր է։ Մեկ ուրիշ բան, որ նորից համեմատվում է զոհաբերության հետ, մեր շուրթերի պտուղը։ Մեր շուրթերի պտուղը Աստծուն փառաբանող, Աստծուն գովաբանող շուրթեր, որոնք որ պետք է հավատացեք Տեր Աստված օգնի, որ մեզնից ոչ մեկը չկորցնի, ոչ մեկը Աստծուն փառավորելու եւ Աստծուն գովաբանելու մասին։ Գոհացեք Աստվածանից ամեն ժամանակ, որտեղ սա է Աստծո կամքը ձեզ համար։ Ալելույա վերջ։ Գոհացեք Աստվածանից։ Ամեն ինչ որ կանես, թե գործով, թե խոսքով, բոլոր նրա Հիսուսի անունով Աստծուն եւ հորը գոհություն մատուցանելով, սա է Աստծո կամքը։ Գոհացի Աստծոց։ Եթե կարծում ենք, որ Պողոսն ու Շիղան բանտի մեջ հեշտ էր ծեծված ու կներեք ծեծվածն էլ երկու չափալախ չէր, էլի սենց։ Ծեծված նշանակում է լավ պատժամիջոցով անցած։ Ամեն մարմնի անդամի վրա մի կապտած, մի հատ պատրված կար 100%, որովհետև այդ բարքերի ու այդ վարքերի մեջ հնարավոր չէր թեթև, բայց բանտի մեջ, ասին Շիղարի մի հատ իրար այդ գոհանանք Տերից։ Գոհանում եմ Տեր, որովհետև դու բարի ես եւ քո ողորմությունը թավիցյան է։ Գոհանում եմ Տեր, որ քո շնորհքով դու փրկել ես մեզ, չես նայել մեր արժանինքներին, մեր լավ ու վատ կողմերին, մեզ արժանացրել ես երկնքին։ Գոհանում եմ Տեր, որ կարողանում եմ ապրեմ ու կարողանում եմ վկայեմ ու պատմեմ։ Ու ինչ հարավ Աստված շարժեց այդտեղ։ Աստծո ուշադրությունը գրավող փառաբանություն եւ գովաբանություն, որը Աստծո համար հոտոտելիք է, անուշ հոտ է։ Սաղմոս 2-ն ասում է, թող խունկի պես սեպվի, թող անուշահոտ պատարակ եղնի։ Փառաբանություն ու գովությունը կներեք, դա նա չի, որ այսօր փառաբանությունը երգում են մեկը մեկին սիրուն ճիշտ կարծես ճանապարհ տալով, լրացնելով ու մեզ ինձ ու քեզ մի կարևոր նպատակի համար օգնեն մտնենք Աստծո ներկայություն, օգնենք վայելենք, որովհետև որտեղ է բնակվում Աստված Իսրայելի գովաբանությունների մեջ։ Բայց դու սուրբ ես, ով Իսրայելի գովաբանությունների մեջ բնակվող։ Դրա համար եմ սիրում Դավիթին, որ կարողացավ մի նոր խորան, մի նոր ու հետաքրքիրը գիտես ինչն է, ոչ մեկը չասավ, էսի ճիշտ գլխություն, էսի շնորհություն, Մովսեսը մեզ մենակ մի բան ա տվել, դու էսի չես, թե ասավ Մովսեսը ձեզ տվել է կարգոկանոն, դա միշտ պետք է եղնի, բայց սա խորան է, որտեղ ուզում եմ Աստծուն փառաբանող, Աստծուն գովաբանող ձայնը լսվի Իսրայելի մեջ ամեն օր։ Ամեն օր։ Աստծո ուշադրությունը գրավող հիմա ֆակտորների վրա եմ գալիս։ Աստծո ուշադրությունը գրավող, գիտես որ Աստծո հայացքը գրավող փաստ կա, որ երբ որ նա գալիս է ծառայության, երբ որ նա ներկա է, խոսում է հովի շուրթերով, տարբեր քարոզիչ ծառայողների շուրթերով, նրա հոգին էստեղ է եւ նա աշկերը կարող է տեսնի։ Շատ օրինակ ազդեցիկ է Սաղմոս 51 Աստծո զոհը կոտրած հոգին է։ Կոտրած ու խոնար սիրտը ով Աստված դու չես անարգում։ Գիտես ինչ է նշանակում կոտրած հոգի ու խոնար սիրտ։ Երբ որ դու գալիս ես Աստծուն ու ասում ես Տեր իմ կյանքը կախված է քեզանից։ Ու քո կյանքի մեջ երկրորդ ծրագիր չկա։ Հավատացեք, մեր ամենամեծ խնդրեմը մենք դիմում ենք Աստծուն մեր երկրորդ ծրագրերով։ Տեր Աստված, խնդրում եմ միջամտի օգնի, բայց դու գիտես քո սրտի մեջ ինչ պետք է անես։ Բայց դու գիտես ոնց է հարցերի լուծումը ոնց պետք է եղնի։ Ու այդ բծրագիրը միշտ խանգարում է մեզ։ Միշտ բծրագիրը սարսափելի բան է։ Ահա բան, որը որ գրավիչ է, Գաբեսը հայտնի էր իր բոլոր եղբայրներից, բայց իր մաման ծնելու ժամանակ անունը դրեց Գաբես, որովհետև ցավով էր ծնել, ինչ դաժան մեր է եղել, չէ, իր երեխու անունը ցավ դնի։
ու պատկերացամ կանչում են միտեղ ցավ արիստեղ, ցավ գնանդեղ։ Ու հոգնել էր այդ տղեն, հոգնել։ Հասավ են աշճանի, երբ որ Սուրգիկ ասում է Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն։ Ու դիմեց առանց երկրորդ ծրագրի, օ երանի թե ինձ օրհնեիր քո օրհնությունով։ Երանի թե քո ձեռդ իմ վրա պահես։ Երանի թե իմ սահմաններս մեծացնես, որպեսզի ես տրտմություն չքաշեմ։ Ու գիտես ինչ ասում Աստված։ Աստված լսեց նրա աղոթքը։ Վաու։ Աստված լսեց, ինչի, որովհետև երկրորդ ծրագիր չկա, բն չկա։ Մենք անկեղծ բերեք խոստովանենք, էլի մենք շատ հաճախ դիմում ենք, բայց այդ երկրորդը խանգարում է։ Երբ որ Աստծո խոսքը ասում է կոտրած ու խոնար հոգին, բ ծրագիրը չկա։ Տեր օգնի, խնդրում եմ, որ մենք ամեն մեկս քեզ արժանավայել ուշադրություն ցույց տանք։ Եսայի 66:2-ը շատ ազդեցիկ տեղ անորից։ Աստծո ուշադրությունը գրավող մենք փաստերին ենք նայում։ Վեհափառ ինքնաբավ Աստված, քանզի այս բոլոր բաները իմ ձեռքը շինեց, ու այս բաները իմս են, ասում է Տերը, բայց ես ահա որ մարդկանց եմ նայում, իմ ուշադրությունը ովքեր են գրավում, այսինքն խոնարհին, կոտրած հոգի ունեցողին ու իմ խոսքերի առջև դողացողին։ Երբ որ Աստծո խոսքը ասում է ահա ում եմ նայում, այսինքն ում վրա է իմ հաճությունը, ում վրա է իմ ուրախությունը։ Սիրելի քուրս, սիրելի եղբայրս, ուզեցի այսօր կիսվեմ քեզ հետ, թե ինչքան կարևոր է ունենալ զոհասեղան։ Զոհասեղան, որտեղ առաջինը դնում ես քեզ, հետո բերում ես քո սրտի աղոթքը, պատրաստ ես Աստծուց գոհանալ անկախ իրավիճակի ծանրությունից, անհասկանալի եղնելուց, գոհանալ Աստծուց իր մեծության, քաղցրության, սիրո շնորհքի առատ ճոխության համար։ Քո բառերով քո հոգսդ շարադրես Աստծուն։ Էմելի ծառայության ժամանակ ասում են մի հատ աղբեր կար, միշտ գալիս էր բեմի մոտ նստում ու աղոթքի ժամանակ ասում էր Հիսուս Ջոն ստեղա։ Հիսուս Ջոն ստեղա։ Օրին այ մարդ էս տղեն ուրիշ աղոթք չունի, Հիսուս Ջոն ստեղա։ Մեկ էս մի օր իմացա, որ Ջոն երկար ժամանակա չկա եկեղեցին, որտեղ է։ Ասին հիվանդանոցն է Ջոն։ Գնացին, որ Ջոին այցելեն, տեսան ամբողջ բժշկող այդ տերմինալը ուրախության ցնծության ինչ է եղել ձեր մեծ ծանր հիվանդների ասում այ մարդ էս մարդուն բերին, ասում մի հատ արտություն եկավ էս մարդու հետ։ Ինչ եղավ որ։ Շեմ ասում պարկած էր ցավերի տանջանքների մեջ։ Մեկ էլ միանգամից փոխվեց ամեն ինչ։ Ու այս մարդը ասում է ես լսեցի թե ոնց Հիսուսը եկավ իմ անկողնու մոտ ասավ։ Ջո Հիսուսը ստեղ է։ Ջո Հիսուսը ստեղ է։ Բերեք կանգնենք ոտքի խեղճ։ Օրհնյալ լինի մեր սիրելի Տերը, ամեն։ Որքան գեղեցիկ է իր ներկայությունը, որքան լիքն է, որքան առատ։ Ովքեր եկան, օրհնվեցին, ովքեր չեկան, զրկվեցին։ Բայց ես մի բան եմ աղոթում, որ անկախ նրանից թե մարդիկ ովքեր այստեղ են կամ այստեղ չեն, թող մեր սիրելի ընտանիքը իսկապես վերականգնի իր խորը հարաբերությունը Աստծո հետ։ Խորը հարաբերություն։ Անցյալ 5 շաբթի օրը մի միտք կար, որ ասեցի, կարծում եմ արժանի է եւ տեղն է ճիշտ ասելու։ Ոչ ոք չի կարող Աստծուն հայր կոչել, եթե եկեղեցին նրա մայրը չէ։ Եթե եկեղեցին ցանկալի տեղը չէ, եթե եկեղեցու գիրկը, եկեղեցու ներսը գալը նրա համար կարևոր չէ, ինչպես կարող ասի մարդ, որ ես հորս սիրում եմ։ Եթե հորս սիրում ես, իր խոսքը պահի։ Իր խոսքն ասում է մեկտեղ հավաքվելը մի թողեք, որտեղ այսպես լավ բաներ տեղի կունենան եւ դու բաց կթողես։ Բայց եկեք սրտանց Տիրոջը փառք տանք եւ շնորհակալ լինենք այս հրաշալի պատգամի համար։ Արսեն եղբայրը շնորհակալություն կրկին։ Աստված շատ օրհնի, թող Տերը օրհնի քեզ, ընտանիքը, ծառայությունը, այդ հրաշալի թորնիկներին, որ ամեն անգամ ձեր գիրկը գեղեցկացնում են։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Վստահ եմ օրհնված ենք, ամեն։ Ես պարզապես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Կարծում եմ սա տեղին է նույնիսկ այս պահին նորից շեշտելու։ Գրված է, երբ որ Աբրահամը ուզեց զոհ անի, վայրի թռչունները եկան եւ ուզում են զոհը խլեին։
Ես գիտեմ, որ երբ որ դու ուզենաս զոհ անես, մի հատ վայրի թրջուն կա, որի անունը Սատանա է։ Նա կուզենա քո զոհը ոչինչ դարձնի, գողանա, անարժեք սարքի։ Մի բան անի, որ դու այդ զոհը չանես։ Բայց գրված է Աբրահամը քշեց գիշատիչներին։ Ինչ ձև դու կվերաբերվես այս խոսքին, իմացիր, որ նրա պտուղը կվերադառնա քեզ այդպես։ Զոհաբերված կյանքը, Քրիստոսի համար նվիրաբերված կյանքը, թերևս քրիստոնեական կյանքի եւ Աստծո բարեհաճությունը գրավելու ամենալավ ձևն է։ Դու կարող ես քո կյանքի մեջ շատ բան ձեռք բերել, բայց եթե Աստծուն առաջի տեղը չես ձեռք բերել, ոչինչ նշանակություն չի կարող ունենալ քո մնացած ձեռքբերումները։ Դրա համար քո զոհիդ ուշադրություն դարձրու։ Երբ որ առավոտ արթնանում ես, այդ շունչը, որ դու քաշում ես, որպեսզի գնաս քո մյուս գործերիդ, այդ շունչը ինքն է տվել։ Այդ զորությունը, որով որ դու արթնանում ես, որ մի բան անես, դա էլ է ինքը տվել։ Այդ մի բանը, որ դու կարողություն ունես վերցնելու ատեղից բեկետը դնելու, դա էլ է ինքը տվել։ Ամեն բան նրանով, ամեն բան նրանից, ամեն բան դեպի նա է։ Ուրեմն սիրելիս իմացիր, Աստված առաջինն է։ Եվ ինչպես եղբայրս գեղեցիկ ասեց, եկեք երկրորդ ծրագրով չգնանք Աստծո մոտ, միակ ծրագրով գնանք։ Տեր, ես գիտեմ, որ դու իմ Աստվածն ես, եւ ինձ էլ լավ եմ ճանաչում, որ ես առանց քեզ ոչ մի բան եմ։ Դրա համար ոչ մի բանը գալիս է ամեն բանի մոտ, որպեսզի մի բան տեղի ունենա։ Ամեն, եւ դա թող լինի մեր ամեն մի օրվա մեջ։ Սիրենք Տիրոջը, նվիրական կյանք ապրենք սիրելներ, շատ շուտով Տիրոջ խոսքը կատարվելու է եւ նա պիտի վերադառնա։ Եվ մեր ծառավը մեզ ամեն անգամ կարող է բերել Աստծո տուն։ Ձեր տներից դուք եկել եք լավ պայմաններից, որ կարող եք հանգստանալ դիվանիների վրա, բազկաթոռների վրա, գին եք վճարել։ Հիշեք, ինչ անեք Աստծո համար, պետք է անեք զոհաբերությամբ։ Եվ ինչ որ անում եք զոհաբերությամբ, անպատասխան չի մնա։ Ամեն։ Թող Տերը օրհնի մեզ սիրելիներս։ Եկեք կանգնենք միասին, կարծում եմ շատ արագ նստեցիք, երևի հոգնած կլնեք, կանգնենք եւ Տիրոջը փառք տանք, Տիրոջը շնորհակալություն ասենք։ Տարիներ առաջ մի հետաքրքիր համաժողովի ժամանակ դպրոց էր, այսինքն ես պաշտամունքի դպրոց էի հիմնել եւ Աստծո ողորմությամբ անշուշտ եւ տարբեր եկեղեցիներից մարդիկ կային եւ փառաբանության լիդերներ էին, մեծ եկեղեցիներից, մեգա եկեղեցիներ, փոքր մեծ տարբեր Հայաստանի եւ արտերկրերից մի քանի տարբեր տեղերից։ Եվ հիշում եմ, երբ որ առաջարկեցի, այսպես ասի, գիտեք, զոհասեղան ինքը չի գալի քո մոտ, դու ես գնում զոհասեղանի մոտ։ Զոհասեղան իր տեղում դրած է։ Զոհասեղանը, որ քանդում են, քանդվում է, նորից սարքում են։ Բայց մենք կարիք ունենք ամեն անգամ գնանք զոհասեղանի մոտ։ Եվ ասցի հիմա այս բեմը նմանեցնում է մի զոհասեղանի։ Պատկերացրեք, որ այստեղ մի տեղ է, որտեղ դուք կարող եք ամբողջական ընծայում ունենալ։ Եկեք Աստծո ներկայության մեջ։ Դուք չեք պատկերացնում։ Մարդիկ, որոնք որ դրանից մի քանի րոպե առաջ եւ դրանից առաջվա օրերին դուք տեսնեք ինչ փառաբանություն, ինչ օրհնություն էին տալի, ինչ աշխուժ, հանկարծ իրանց ներսի կոտրված մարդը իրանց բերեց այս զոհասեղանի վրա։ Իրանց փափագը, իրանց ծառավը այդ ներսի մարդու իրանց բերեց զոհասեղանի վրա։ Ես չեմ կարող մոռանալ ոնց եկան ու բոլորը փռվեցին, ես ստիպված հետ եմ գնացել, ես դրա նկարը ունեմ։ Բոլորը եկան այստեղ փռվեցին, ամեն մեկը երեսի վրա պարկած մխկտում էր, լացում էր, ասում էր Տեր կներես, լուրջ չեմ վերաբերվել, ծառայել եմ քեզ առանց քեզ։ Ասել եմ, բայց չեմ ապրել։ Երգել եմ, չեմ պաշտել։ Եվ չեք պատկերացնի ինչպիսի արթնություն տեղի ունեցավ։ Առաջի իսկ հենց այդ կիրակին, երբ որ իրանք շաբաթ գիշեր գնացին, իրանք հաջորդ կիրակի օրը երեկոյան եկան նորից դպրոց, որտեղ այդպես էր ծրագիրը։ Հովիվները հերթով ինձ զանգում էին։ Ինչ եք արել մեր երիտասարդների հետ։ Մեր եկեղեցու մթնոլորտը, պաշտամունքը լրիվ փոխվել է, դարել է երկնային։ Հասի ես ոչինչ չեմ արել։ Իրանց ծառավը հանդեպ իրենց սիրելի փրկչի դա է արել։ Եվ այն Հիսուսը, որը կյանքեր նորոգող այսօր էլ է կարող դա անի։ Ամեն։ Շնորհակալ ենք քեզ սիրելի մեր Տեր։ Պարզենք մեր ձեռքերը միասին Տիրոջը բոլորս։ Շնորհակալություն քեզ այս գանձ խոսքերի համար։ Քո խոսքն ասում է այս բանը նրանց համար պատահեց, որ մեզ օրինակ լինի։ Շնորհակալ ենք Տեր, որ նրանց ինչ որ կերպ թույլ ես տվել անցնել դժվարությունով, տանջանքներով, բայց այսօր մեզ տվել ես այդ օրինակը, որ մենք կարողանանք ապրել քեզ համար։ Եվ թե ապրենք, եւ թե մեռնենք, լինենք քոնը Տեր։ Թե այս կյանքի մեջ եւ թե հանդերձյալը ամբողջը Տեր միանշանակ պարունակի քեզ։ Ես շնորհակալ եմ այս հրաշալի խոսքերի համար, եղբորս համար։
Շնորհակալ եմ սիրելի ընտանիքիս եկեղեցուս համար Տեր։ Շնորհակալ եմ Աստվածս, որ այսպիսի գանձ ունենք մեր մեջ եւ կարող ենք կրել եւ ոչ թե արժեքը մերն է, այլ քոնն է արժեքը, դրանով ենք մենք արժեքավորված։ Շնորհակալություն քեզ Տեր, երկրպագություն եւ պաշտամունք անվանդ։ Թող քեզ լինի փառաբանություն, մեծարանք, ամեն բանից առավել, ամեն բանից բարձր եւ շատ, սիրելի մեր Հայր, Փրկչիս Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն, ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի առատ շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։ Եվս մեկ անգամ Տիրոջը փառք տանք մեր արսե եղբոր համար։ Շնորհակալ ենք։ Օրհնյալ լինի Աստված սիրելիներս։ Տեր օրհնի ձեզ, կհանդիպենք 5 շաբթի օրը եւ կխնդրեմ, որ բոլորդ ներկա լինեք։ Վերադարձեք նորից Աստծո ներկայության մեջ եւ թող Աստված տեսնի ձեր զոհերը եւ պատասխանի ձեր աղոթքներին։ Տերը բոլորիս հետ օրհնյալ շաբաթ։ Քո այցելած վայրեր